Ավանդույթի համաձայն ապրիլի 7-ին Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ընդունեց Սևան համայնքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, զինծառայողների կանանց եւ մայրերին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կանանց։ Քաղաքապետը շնորհավորեց նրանց, միաժամանակ նշելով, որ վերջին օրերի ռազմական գործողությունները Ղարաբաղի-ադրբեջանական սահմանին փաստեցին, որ մեր բանակը ուժեղ է եւ անկոտրում։ Ցավոք հայկական կողմը նույնպես ունեցավ կորուստներ, ինչը ցավ է հատկապես բոլոր մայրերի համար։ Ձեզ շնորհավորում եմ մայրության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ ուրախություն, երջանկություն, երկար տարիների կյանք, այն պակասը ինչ որ թողնվել է, դուք կարողանաք ձեր ուժերով լրացնել ձեր երեխաների, ձեր թորների համար։ Ցավոք պետք է արձանագրենք, որ հիշում եք անցյալ տարի որ մենք հավաքվել էինք, ասում ենք չտա Աստված նորից մենք այդ բաները տեսնենք, բայց տեսեք որ տեսնում ենք։ Անցավ 22 տարի, նորից նույն կրկնությունը։ Նորից նույն տղաները, ձեր տղաների ընկերները առաջինը վերցեցին իրենց վրա այդ ամեն ինչը եւ շարժվեցին դեպի Ղարաբաղ։ Բայց փառք մեր զինվորին, փառք մեր 18-21 տարեկան երեխաներին, որոնք այսօր արդեն դարել են հայրենիքի պաշտպան, կարողացան դիմագրավել եւ այդ որ ասում են հրադադարը պարտադրվել է Ղարաբաղի զինված ուժերի կողմից։ Ասենք Ադրբեջանը ուրիշ չար չունի, պետք է անպայման գնա հրադադարի։ Դրա համար ես կրկին անգամ ուզում եմ ձեզ առողջություն լինի, հաջողություն լինի։ Դա ասած որ մենք կարողանանք տնտեսապես զորանանք, որպեսզի կարողանանք այն բոլոր հարցերը լուծել, ինչը որ պետք է, որ մեր ժողովուրդը տնտեսապես զորանալով հանդերձ այդ հողը կարողանա պահել։ Սևանի քաղաքապետարանի եւ համայնքի ավականու կողմից ծաղիկներ եւ դրամական պարգևներ հանձնվեցին ներկաներին։ Բոլորս գիտենք, որ մեր պայքարը արդար է, մեր գործը մաքուր, ու մենք այդ մաքրագործված ազգի ժողովուրդն ենք։ Ոչինչ նեղությունները կգան ու կգնան, եղեք լավատես սիրելի քույրեր, հաստատ համոզված եղեք, հաղթանակը մերն է։ Շատերը հայրենիքից ու հայրենասիրությունից են խոսում, սակայն բոլորիդ հայտնի է, որ այդ հայրենիքի համար անդրանիկները մենք ենք եղել, տվել ենք առաջի զոհերը մենք։ Իմ որդին երբ տեսավ իր հոր զոհվելը, նա որոշեց լինել ռազմական բժիշկ ու հիմա իր երեխաներին այնտեղից հանել է ու ինքը զինվորի կողքին է, որպեսզի օգնություն ցույց տա մեր ժողովրդին, մեր զինվորներին։ Դրանից երևի թե ավելի մեծ հայրենասիրություն ոչ ոք չի կարող պատկերացնել։ Հպարտ եմ, որ հայ ժողովրդի դուստր եմ, հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ այն 20 տարեկան երիտասարդով, որ իր զենքը քնած ժամանակ անգամ հանգստի պահին պատրաստ է պահել ու աննախադեպ դեպք է գրանցվել, որ իր զենքով կարողացել է խոցել օտարի թշնամու ուղղաթիռը։ Հպարտ եմ այն հրամանատարով, որ իր զինվորներին իր սեփական զավակներից բարձր է դասել, նա վերցրել է մարտը իր վրա զինվորներին հետ ուղարկել։ Հպարտ եմ այդ ժողովուրդով, սիրելի քույրեր, հպարտ եղեք, որ դուք այդպիսի զավակներ եք դաստիարակել, հպարտ եմ այսօրվա սերունդով, որ ավելի է, քան առաջինները։ Եղեք լավատես, հաղթանակը մերն է, թեև անարդար է մեր թշնամին, բայց մենք հաղթող ժողովուրդ ենք եւ հաղթանակը փառքով կպսակենք։ Վշտում եմ այն ծնողների համար ցավ, որտեղ ցավը ես ժամանակին տարել եմ, իմ համար շատ ցավալի է։ Յուրաքանչյուր երեխա մաղը լսելով լացում եմ բարալ ասի ձենով, չեմ կարող իմ զսպել, ասում եմ ափսոս, ինչի պետք է թուրքը նորից կարողանա։ Իհարկե վստահ եմ, որ մեր երեխաները այնքան ամուր, այնքան խելացի են, որ թուրքը եղածու ուղիղ չունե, ճիշտ այնքը զենք ունե, իրեն գաղափար չունե, մեր այ ազգը, խիլք ու գաղափար ամենակարևորը մարդու խիլքն է, մենք ունենք, մեր երեխաքը ունեն, առանց զոհի մենք չենք կարող հաղթանակ տանենք, ցավը մեծ է, բայց պետք է մեզ համբերենք ու իրենց օգնենք, ինչով որ կարող ենք, շնորհակալություն ձեզ։ Այս օրերին, ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում մեր հայրենակիցները հանգանակություններ եւ հումանիտար օգնություն են հավաքագրում եւ ուղարկում սահմանին կանգնած մեր զինվորներին։ Սևանցիները նույնպես հավաքագրում են հումանիտար օգնություն զինծառայողների համար եւ ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները
Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին նաեւ սևանցի այն երկրապահների ընտանիքներին, ովքեր ապրիլի 2-ին Արցախում տիրող իրավիճակի պատճառով անմիջապես որպես կամավորներ մեկնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կանգնելու հայ զինվորի կողքին։ Քաղաքապետարանի աշխատակիցները դատարկաձեռն չէին եկել, բերել էին ծաղիկներ եւ դրամական պարգևներ դարձյալ Սևանի համայնքապետարանի եւ համայնքի ավականու կողմից։ Քաջության, հիրաթասիպի համար շատ հպարտ եմ, համել իսկական հերոսի կնիկ եմ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, որ մեծարում եք, գնահատում եք, Շատ շնորհակալ ենք, թող մեր բոլորի երեխեքներ, մենակ Արմանը իհարկե բոլորին բոլորին թող Շնորհակալ եմ երկրին ավելի ճիշտ խաղաղություն լինի, այս տագնապը մեր մեջից վերանա, մեր երեխեքի գլխից Աստված թող անպակաս լինի։ Արփին Էմինասյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամաոր։